Նոր բան իրականում կարելի ասել չկար, ուղղակի ամեն տարի այսպես ինչ-որ ձևակերպումների վրա ինչ-որ խաղեր են արվում մեծ հաշվով, բայց իմաստը նույնն է, էլի, որ կիսում են այսպես ցավը ընդհանուր համատեքստում են դնում հայ եւ թուրք այսպես ժողովուրդների տեղի ունեցածը եւ իմ կարծիքով մի փոքր նաեւ գնում են դեպի պատմության վերաշարադրման, մեր հիշողության վերաձևակերպման հետ կապված հարցերում։ Այ հենց այդ իմաստով մի տող ես առանձնացրել եմ։ Էրդողանը հղում է անում Օսմանյան կայսրության վերջին շրջանին։ Տպավորություն է, որ իր վրայից խնդիրը հեռացնում է։ Թե միշտ է այդպես անում։ Գիտեք, հետաքրքիր է, որ Թուրքիայի Հանրապետությունը երբ որ հիմնադրվեց, իրենք ճիշտ է, իրենց հայտարարեցին Օսմանյան կայսրության ժառանգորդուհին, բայց որոշ հարցերի հետ կապված իրենք զերծ մնացին։ Օրինակ, մեկը հենց ջարդերը, ցեղասպանությունը, այս տիպի խնդիրները։ Հետաքրքիր է, որ քեմալականները, որոնք բավականին երկար ժամանակ, փաստորեն մինչև դարի կեսը, մինչև 1950 թվականը իրանք բացարձակ իշխանության էին, իրենք այս թեզը հիմնականում պահպանեցին։ Եվ կարելի ասել հետագայում էլ հիմնական գծերով այդ թեզը պահպանվեց մինչև Էրդողանի գլխավորած ուժի իշխանության գալը 2002 թվականին,